Ասում են, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բայց իմ փորձը ցույց տվեց, որ ժամանակը միայն թաղում է ցավը խորը շերտերի տակ, մինչև մի օր ճշմարտությունը, ինչպես հզոր երկրաշարժ, դուրս է հորդում ու վերջնականապես քար ու քանդանում այն ամենը, ինչը դու համարում էիր քո կյանքը։ Իմ անունը Անահիտ է։ 10 տարի շարունակ ես ինձ համարում էի աշխարհի ամենաերջանիկ կինը։ Ես ունեի ամեն ինչ՝ սիրող ամուսին, Արմենը, 2 հրաշք երեխա, Նարեկն ու Մանեն և մի մեծ ու գեղեցիկ տուն Երևանի կենտրոնում։ Արմենը հաջողակ գործարար էր, միշտ ուշադիր, միշտ հոգատար, մենք օրինակելի ընտանիք էինք բոլորի համար։ Իմ ամենամոտ մարդը քույրս էր, Մարիամը։ Մեր ծնողների մահից հետո ես էի նրան մեծացրել։ Մենք ոչ միայն քույրեր էինք, այլև լավագույն ընկերուհիներ։ Նա ինձնից 5 տարով փոքր էր, նրբակազմ, խաղաղ բնավորությամբ մի աղջիկ, ով դեռ փնտրում էր իր տեղը կյանքում։ Նա շատ ժամանակ էր անցկացնում մեր տանը, օգնում էր երեխաներին, և ես երբեք նույնիսկ մտքիս ծայրով չէի անցկացնի, որ իմ հարազատ քույրը կարող է դանակը խրել իմ մեջքը։ Բայց այդ օրը եկավ։ Այն սկսվեց որպես սովորական, անձրևոտ աշնանային օր։ Ես պետք է գնայի քաղաքից դուրս, գործնական հանդիպման, բայց այն չեղարկվեց, և ես սովորականից 3 ժամ շուտ վերադարձա տուն։ Տանը լռություն էր, երեխաները տատիկի մոտ էին։ Մտա նախասրահ, տեսա Մարիամի կոշիկները և սիրտս մի տեսակ ծակեց։ Մտա ննջարան ու այնտեղ տեսա նրանց։ Այդ վայրկյանին իմ աշխարհը կանգ առավ։ Ես չէի գոռում, չէի լացում։ Ես պարզապես քարացել էի։ Արմենը վեր թռավ, նրա դեմքին ոչ թե զղջում կար, այլ սառը անտարբերություն, իսկ Մարիամը նա նույնիսկ չնայեց իմ կողմը։ Նա արագ հագնվեց ու գլխիկոր դուրս եկավ սենյակից։ Այդ օրվանից սկսվեց իմ դժոխքը։ Արմենը չփորձեց ներողություն խնդրել։ Նա պարզապես ասաց. «Անահիտ, ես ու Մարիամը սիրում ենք իրար։ Ես հեռանում եմ»։ Նրանք միասին լքեցին քաղաքը։ Իմ հարազատ քույրը և իմ ամուսինը ձեռք ձեռքի տված հեռացան, թողնելով ինձ ավերակների վրա։ Ողջ բարեկամությունը, ողջ քաղաքը խոսում էր այդ մասին։ Մարդիկ ինձ խղճում էին, իսկ ես ատում էի այդ խղճահարությունը։ Ես սկսեցի ատել Մարիամին այնպիսի ուժգնությամբ, որը նույնիսկ չէի պատկերացնում, որ ունեմ։ Ես ջնջեցի նրանին կյանքից, նրա ամունը արգելված էր մեր տանը։ Անցավ 8 երկար ու դժվար տարի։ Ես սովորեցի լինել ուժեղ։ Ես մեծացրի երեխաներին, վերականգնեցի իմ հոգեկան հավասարակշռությունը, նույնիսկ սկսեցի սեփական փոքրիկ բիզնեսը։ Արմենի և Մարիամի մասին լուրեր չունեի, միայն գիտեի, որ նրանք ապրում են ինչ-որ տեղ Ռուսաստանի խորքերում։ Մի օր, երբ ես պատրաստվում էի Նարեկի ծննդյան տարեդարձին, հեռախոսս զանգեց։ Անծանոթ համար էր։ «Անահիտ, սա ես եմ, Մարիամի բժիշկը», լսվեց հոգնած մի ձայն։ «Ձեր քույրը հիվանդանոցում է, վիճակը ծայրահեղ է, նա խնդրում է ձեզ տեսնել, վերջին անգամ»։ Սկզբում ուզում էի անջատել, ուզում էի ասել, որ ես քույր չունեմ, բայց ներսումս ինչ-որ բան կոտրվեց։ Ես գնացի։ Հիվանդանոցի սենյակում տիրող հոտը և լռությունը սարսափելի էին։ Երբ մտա ներս, տեսա մի կնոջ, ով ավելի շատ նման էր կմախքի։ Քաղցկեղը կերել էր նրան։ Նրա գեղեցիկ մազերը չկային, աչքերը խորն էին ընկել։ Տեսնելով ինձ, նա սկսեց հեկեկալ։ Դա մարդկային ձայն չէր, դա տանջված հոգու ճիչ էր։ Նա չէր կարողանում խոսել, միայն դողացող ձեռքով մահճակալի տակից հանեց մի հաստ ծրար ու դրեց ափիս մեջ։ Նույն օրը երեկոյան Մարիամը մահացավ։ Նա այդպես էլ չհասցրեց ինձ որևէ բան ասել։ Ես վերադարձա տուն, նստեցի խոհանոցում ու բացեցի ծրարը։ Այնտեղ նամակ էր, գրված Մարիամի ձեռագրով, բայց այն տարբերվում էր նրա նախկին գեղեցիկ ձեռագրից։ Տարերը ծուռ էին, թուղթը արցունքներից թրջված։ «Անահիտ, քույրս, երբ դու կարդաս սա, ես արդեն չեմ լինի։ Գիտեմ, որ դու ինձ ատում ես, և դու ունես դրա բոլոր իրավունքները, բայց ես պետք է քեզ պատմեմ այն, ինչ տեղի ունեցավ իրականում 8 տարի առաջ։ Արմենը այն մարդը չէր, ում դու ճանաչում էիր։ Նա խաղամոլ էր և ներքաշված էր մութ գործարքների մեջ։ Այն օրերին նա հսկայական պարտքեր ուներ։
Բայց ամենասարսափելին այն էր, որ նա քո անունով կյանքի ապահովագրություն էր ձևակերպել մի քանի միլիոն դոլարի։ Ես պատահաբար լսեցի նրա հեռախոսազրույցը։ Նա ծրագրել էր քո մահը։ Դա պետք է լիներ դժբախտ պատահար, տանը կամ ճանապարհին։ Ես սպառնացի նրան, որ կգնամ ոստիկանություն։ Նա ծիծաղեց իմ դեմքին։ Նա ցույց տվեց ինձ լուսանկարներ, մեր երեխաների լուսանկարները, դպրոցի ճանապարհին։ Նա ասաց, որ եթե ես որևէ մեկին բան ասեմ, նա կսպանի երեխաներին, իսկ հետո քեզ։ Նա ասաց, որ ինքը կորցնելու ոչինչ չունի։ Նա ինձ առաջարկեց միակ տարբերակը, որով կարող էի փրկել ձեզ։ Ես պետք է դառնայի դավաճան։ Ես պետք է այնպես անեի, որ դու բաժանվեիր նրանից եւ ատեիր մեզ երկուսիս։ Նրան պետք էր ինձ հետ վերցնել որպես պատանդ եւ որպես միջոց քեզ հեռու պահելու համար, որպեսզի դու երբեք չփորձես վերադառնալ նրա մոտ կամ հետաքրքրվել նրա գործերով։ Այն օրը, երբ դու մեզ տեսար ննջարանում, դա բեմադրություն էր։ Նա գիտեր, որ դու շուտ ես գալու։ Ես ստիպված էի համաձայնվել այդ ամոթին, որպեսզի դու փախչես նրանից։ Այս 8 տարիները ես ապրել եմ դժոխքում։ Նա ինձ տանում էր քաղաքից քաղաք, ծեծում էր, նվաստացնում։ Ես նրա համար ոչ թե կին էի, այլ ստրուկ, որին նա պահում էր միայն նրա համար, որ ես գիտեի իր գաղտնիքները։ Ես չէի կարող փախչել, որովհետև նա ամեն օր հիշեցնում էր, որ ձեր կյանքը իր ձեռքերում է։ Անահիտ, ես քեզ երբեք չեմ դավաճանել։ Ես ուղղակի սիրել եմ քեզ ավելի շատ, քան իմ կյանքը։ Նամակին կից կային ձայնագրություններ և փաստաթղթեր, որոնք Մարիամը գաղտնի հավաքել էր տարիների ընթացքում։ Այնտեղ Արմենի խոստովանություններն էին, նրա կապերը հանցավոր աշխարհի հետ։ Ես նստած էի ու չէի կարողանում շնչել։ 8 տարի ես անիծել էի աշխարհի ամենաանմեղ հոգուն։ Իմ փոքրիկ քույրը իր ուսերին էր վերցրել իմ մեղքերը, իմ ամոթը և իմ մահվան վտանգը։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում էր։ Նամակի վերջին էջում գրված էր. Անահիտ, հիմա երբ ես մահանում եմ, նա այլևս ոչ մի զսպող ուժ չունի։ Նա վերադառնում է Երևան։ Նա գիտի, որ դու հիմա գումար ունես։ Փրկիր երեխաներին։ Հենց այդ վայրկյանին մեր տան բակում արգելակեց մի մեքենա։ Ես մոտեցա պատուհանին։ Մեքենայից դուրս եկավ Արմենը։ Նա նայեց մեր պատուհանին ու ժպտաց։ Դա այն նույն ժպիտն էր, որը ես ժամանակին սիրում էի, բայց հիմա այն թվում էր դիվային։ Նա բարձրացավ, զանգ տվեց դռանը։ Անահիտ, բացիր սիրելիս, ես լսեցի Մարիամի մասին, խեղճ աղջիկ, բայց հիմա մենք նորից կարող ենք լինել միասին, ես այնքան եմ կարոտել քեզ և երեխաներին։ Ձայնս դողում էր, բայց ես հավաքեցի ուժերս։ Ես չբացեցի դուռը։ Ես արդեն զանգել էի ոստիկանություն և իմ ընկերոջը, ով աշխատում էր անվտանգության համակարգում։ Երբ ոստիկանները եկան ու ձերբակալեցին նրան, հիմնվելով Մարիամի թողած ապացույցների վրա, Արմենը նայեց ինձ ու հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է։ Նրա դեմքը փոխվեց, դարձավ գազանային։ Նա գոռում էր, սպառնում, բայց նրան տարան։ Այդ գիշեր ես առաջին անգամ 8 տարվա մեջ լաց եղա, բայց դա ոչ թե ցավի, այլ մաքրման արդյունքներ էին։ Ես գնացի Մարիամի գերեզմանին, գրկեցի հողը ու ներողություն խնդրեցի։ Ես հասկացա, որ իրական սերը ոչ թե բառերն են, այլ լռությունը, որը դու կրում ես ուրիշի փրկության համար։ Մարիամը ինձ նվիրեց 8 տարվա կյանք, իր սեփական կյանքի գնով։ Այսօր, երբ նայում եմ իմ երեխաներին, ես նրանց մեջ տեսնում եմ Մարիամին, նրա լույսը, նրա զոհաբերությունը։ Ես պատմել եմ նրանց իրենց մորաքրոջ մասին, նրանց համար նա հերոս է։ Իսկ Արմենը նա կփտի բանտում, բայց նույնիսկ բանտը քիչ է այն ամենի համար, ինչ նա արեց մեզ հետ։ Հիշեք, սիրելիներս, երբեմն դավաճանությունը, որը մենք տեսնում ենք, ընդամենը դիմակ է, որի հետևում թաքնված է ամենամեծ սերը։ Մի շտապեք դատել։ Դուք չգիտեք, թե ինչ պատերազմների միջով է անցնում դիմացինը, ձեզ ապահով պահելու համար։